ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 34-ը զինծառայողների հիփոթեկային վարկավորման բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին հարցը զեկուցող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան։ Համեցեք, պարոն Պապիկյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանը ներկայացված կառավարության որոշումների նախագծերով առաջարկում են ներդնել ծրագիր, որը կլինի քառափուլ եւ թույլ կտա մեզ թվով 2850 բնակ շահառուների, որոնք պաշտպանության նախարարության ենթակայության ներքո ծառայած կամ մեր շահառու հանդիսացող քաղաքացիներ են եւ ըստ էության 2000-ականներից սկսած նրանք հանդիսանում են շահառուներ եւ այսօր այս խնդիրը եւ նրանց համար բնակարանային ապահովման հարցը լուծելու համար մենք նախընտրեցինք այս ծրագրի ներդրումը, որպեսզի տասնամյակներ շարունակ ըստ էության սպասած քաղաքացիները վերջապես լուծեն իրենց բնակարանային հարցը։ Նախատեսվում է ծրագիրը իրականացնել մի ֆինանսական աջակցության գործիքի միջոցով, որը կոչվում է հիպոթեկային վարկավորման գործիք, սա ենթադրում է, որ ֆինանսավորման 90%-ը կհատկացնի կառավարությունը բանկերի միջոցով, իսկ 10%-ը պաշտպանության նախարարության տարեկան ֆինանսավորման միջոցով, այն կենթադրի 4 տարվա ընթացքում, այն է 2027 թվականին 735 շահառուների բնակարան հատկացնելու ծրագիր, 2028 թվականին 812 շահառուների, 2029 թվականին 719 եւ 4-րդ փուլում 2030 թվականին թվով 584 շահառուների։ Սրանք մարդիկ են, որոնց հիմա ներկայացնեմ, որ կատեգորիաներին է վերաբերում, Պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշմարման ընդգրկված պայմանագրային զինծառայողների եւ քաղծառայողների, օրենքով սահմանված որոշակի հիմքերով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների, զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների եւ զոհված մահացած զինծառայողների ընտանիքի անդամների։ Սա ըստ էության լրջագույն հարց է, պարոն վարչապետ, որը լուծելու է այս մարդկանց սոցիալական ամենակարևոր հարցը, բնակապահովման հարցը, եւ որ կարևորն է սրա մեջ կան անգամ 90-ականներից բնակ շահառու հանդիսացող մարդիկ։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Պապիկյան, մի քանի դիտարկում։ Առաջինը ճիշտ է, ծրագիրը ինքը դե յուրե եւ դե ֆակտո հիպոթեկային վարկ վերցնել եւ փակելու ծրագիր է, բայց վարկն էլ վերցնում եւ փակում է կառավարությունը, այսինքն մարդը շահառուն ստանում է տուն, ինչ որ մեխանիզմով ձեռքաբերում տուն, այսինքն մեխանիզմը հիպոթեկային է, բայց շահառուն ինքը ըստ էության չի առնչվում փող տալու process-ի հետ։ Խոսքա գնում 2850 այն շահառուների մասին, ովքեր 90-ականներից դեռ իրենք կառավարության առաջարկով եւ կարգավորումներով ընդգրկվել են բնակարանների հերթացուցակի մեջ, սա շատ կարեւոր է, այն մարդիկ, ովքեր ընդգրկված չեն հերթացուցակի մեջ եւ հերթացուցակի մեջ ընդգրկվելով արձանագրվել է պետության պարտավորությունը այդ մարդկանց նկատմամբ։ Մենք կատարում ենք պետության ստանձնած պարտավորությունը։ Իհարկե, այս ընթացքում մենք այլ ձևերով, ես հիշում եմ 2019 թվականի անվտանգության խորհրդի նիստում ես հանձնարարական տվեցի, հետո ինչ հանգամանքներում հետո իմացա, որ այդ հանձնարարականի էությունը էականորեն փոխվել է եւ բայց մենք էլի եղել են շահառուների խմբեր, որ նախկինում հատկացրել ենք բնակարան, այսինքն խոսքը գնում է այն մեր զինծառայողների եւ զինծառայության հետ կապված սոցիալական որոշակի խմբերի ներկայացուցիչների մասին, ովքեր պաշտպանության նախարարության բնակարանի հերթացուցակում ընդգրկված են։ Այսինքն այդ հերթացուցակը ընդ որում նախկինում մենք մի X պահի փակվել է արդեն, հիմա այլ համակարգ է գործում, էլի հիպոթեկային
ծրագրի համակարգ է գործում, որի վերաբերյալ մենք արդեն մի քանի որոշումներ կայացրել ենք եւ արդեն մի քանի 100 մարդ, թե 1000-ից ավել մարդ արդեն ձեռք 1000-ից ավելի մարդիկ, բան ոչ։ 1000-ից ավելի մարդիկ արդեն ձեռք են բերել այդ բնակարան, դա ուրիշ ծրագիր է, խոսքը այդ մյուս ծրագրով այս պահին ծառայության մեջ գտնվող զինվորականների մասին է։ Հիմա մենք խոսում ենք, կոպիտ ասած, մենք այս նախկին պարտքն ենք վերադարձնելու 4 տարվա ընթացքում եւ 4 փուլերով։ Այստեղ հաջորդ հարցը, որ ծագում է, հետեւյալն է, պարոն Պապիկյան։ Մենք ինչ սկզբունքով ենք որոշելու, որ առաջին տարում այ աննազգանուններ այս մարդիկ են ստանում, երկրորդ տարում այս, երրորդում այս, երրորդում, չորրորդում այս։ Այդտեղ սկզբունք կա, թե դեռ նոր պիտի որոշենք։ Պարոն վարչապետ, այս պահին գոյություն ունի սկզբունք, այսինքն այդ մարդիկ հերթացուցակում ըստ տարիների ընդգրկված են եւ նրանց հերթականությունը նաեւ Այսինքն իրանց հերթի համարով է։ այո, Այսինքն առաջինը ստանում առաջինը, երկրորդը, երրորդը, երրորդը տվյալ պահին հերթացուցակը ինչ տեսքով կա, այդ տեսքով մենք բաշխումը իրականացնելու ենք։ Հիմա հետևաբար այս տրամաբանությամբ սա նշանակում է, որ 2027 թվականին այս ծրագրից օգտվելու են եւ բնակարան ձեռք են բերելու առաջինից 735 հերթական համարով շահառուները, երկրորդ տարում 735-ից պլյուս 812 արդեն հերթական համարներով ու տենց մինչև վերջ։ Այսինքն մարդը այսօր արդեն այս որոշումից հետո ինքը կիմանա երբ է իր հերթը գալու, որովհետև ինքը արդեն գիտի իր հերթական համարը ցուցակի մեջ եւ ըստ համարի տենց համարը ծրագիրը գնալու է առաջ։ Արչապետ, հետևյալ խնդիրն է, նախկինում եթե մենք գնայինք հին process-ով, այսինքն ամեն տարի պետական հատկացված միջոցներով որոշակի թվով շահառուների խնդիրը լուծեինք բնակարանի գնման վկայականների միջոցով, դա շատ երկար կտևեր եւ տևում է, եւ դա այդ եմ ասում, մենք դա նախկինում արել ենք, որովհետեւ հիմա բայց էլի պետական բյուջեն է հատկացնում այդ Այսինքն էլի պետությունն է անում, այլ մեխանիզմով ենք աշխատում, որը Հայաստանի Հանրապետության հիմա բոլոր քաղաքացիները այդ համակարգով են աշխատում, այն տարբերությամբ, որ քանի որ նշված շահառուների նկատմամբ պետություն ունի պարտավորություն, այդ նույն ինչ որ քաղաքացին սովորաբար անում է կառավարությունը ընդհանուր առմամբ եւ կարծում եմ սա նորմալ է։ Եվ մենք այս թեման ֆունդամենտալ փակում ենք, ավարտում ենք այս թեման։ Այստեղ մի կարևոր նրբություն կա, 10 տարի բնակարանը վաճառքի ենթակա չի լինի։ Այո, դա էլ է կարևոր։ Սա կարևոր է նաև այն առումով, որ նախկինում ունեցել ենք դեպքեր, երբ մարդիկ այդ բնակարանի գնման վկայականը օգտագործել են, այնուհետև վաճառել ու ընտանիքը մնացել է առանց տանիքի։ Այո, այս շատ կարևոր նրբություն է, որովհետև նաև սոցիալական որոշակի կայունություն պետքա բերի ընտանիքներին, որ այո իրանք բնակարան ունեն, ապրում են, բայց չեն կարող այդ բնակարանը 10 առաջիկա 10 տարում օտարել, ընդ որում բնականը իրանք են ընտրելու իրանց, բայց ինչ գներով, ինչ ստանդարտներով։ Պարոն վարչապետ, ստանդարտները հաշվարկված են ներկայումս Երևան քաղաքում եւ հանրապետության տարբեր մարզերում, որտեղ նրանք գրանցված են, շուկայական արժեքով։ Այսինքն միջինացված շուկայական արժեք կա։ Այսինքն մենք հիմա կարող ենք ասել, որ քաղաքացին կարող է ձեռք բերել այն բնակավայրում, որտեղ ինքը հաշվառված է, այլ կերպ մենք չենք էլ կարող ֆինանսավորել, պարոն վարչապետ, որովհետեւ ֆինանսավորումը տեղի է ունենում ըստ հաշվառման վայրի, այսինքն չի կարող դիցուկ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչը Երևան քաղաքի գներով ստանալ բնակարան։ Հասկանալի։ Հաշվառումը այլևս փոփոխության ենթակա չի, հաշվառումը կատարված պահից է հաշվարկվում նաև շահառուի այդպես հաշվառված եղել են։ Այո։ Այսինքն բանի պահին, հերթագրման պահին հաշվառման հասցեն է հաշվի առնվում եւ այդ տրամաբանությամբ այդ պահի դրությամբ ընտանիքի անդամների թվով կհիշեք մենք տարբեր նամակների ենք բախվում նաև երբ մարդկանց ընտանիքի թվաքանակ է փոխվել, բայց հաշվառված է եղել այլ թվաքանակով, սա ստատիկա, սա չի կարող փոխվել։ Այո։ Ու ամենակարևորը մենք հնարավորություն ենք ընձեռել նաև ոչ միայն առաջնային եւ երկրորդային շուկաներից գնել բնակարաններ, այլև գնել բնակարան, որոնք օրինակ կարող են լինել
նոր կառուցվող, այսինքն ինքը գնի իրավունքը, հետագայում ստանա բնակարանը։ Իմիջայլոց այս տեղեկատվությունը ըստ մարզերի, ըստ բնակավայրերի, ինձ թվում է կարելի է կիսել նաև ոլորտի հետ, որովհետև ասենք օրինակ կարող է պարզվի, ենթադրենք ձեր Սիսյանի անունը տվեցիք, ես է Սիսյանի անունը տամ, կարող է պարզվի, որ Սիսյանում 2000 շահառույց 200-ը Սիսյանում են, շինարարը կարող է գնա, նոր շենք կառուցի, ասի ես առաջարկում եմ, այս գլխից պայմանավորվի, եւ սա շատ հետաքրքիր տնտեսական է, որովհետեւ այնուամենայնիվ եկեք ընդունենք, որ 2850 բնակարանը այդ փոքր թիվ չի։ Եթե պարզվի, որ 300-400 կա, որ մի տեղում կենտրոնացված է, այդ շատ կոնկրետ ներդրումային նոր դաշտ է բացում եւ կարծում եմ, որ կարելի է շփվել ոլորտի հետ եւ մի հատ հասկանալ աշխարհագրություն, ինչ աշխարհագրություն կա եւ էտել համեցիկ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, կարող է սկզբի շրջանում դրա հավանականությունը մեջ չի, բայց բացատրեմ թե ինչու։ Այս մեխանիզմը իր հիմքում ունի այսօրվա դրությամբ տվյալ շուկայում եղած բնակարանների միջին արժեքը։ Կադաստրի կոմիտեն պետք է պարբերաբար տեղեկություններ հաղորդի պաշտպանության նախարարությանը, որոնք այդ ժամանակահատվածում բավարարվող դիմումների արժեքային հիմքն են հանդիսանալու 1 քառակուսի մետրի հաշվով։ Եվ դուք վերեցիք Սիսյանի օրինակը, ես էլ այդ օրինակով ասեմ, եթե օրինակ այդ վիճակագրությունը այն մասին է, որ Սիսյանում անցյալ 6 ամիսների ընթացքում բնակարաններ են վաճառվել, որոնց 1 քառակուսի մետրի արժեքը որոշակի մակարդակ ունի, դա ինչպես արդեն գոյություն ունեցող շենքերի, այնպես էլ նոր վաճառվող տների քառակուսի մետրի հաշվով են որոշվում։ Եվ ավելի հավանական է, որ իրենք ցածր կլինեն արժեքով այն նոր կառուցվող շենքերի քառակուսի մետրերի արժեքից, ինչն էլ շուկայական է եւ տրամաբանական։ Հետևաբար իհարկե դուք ճիշտ եք ասում, կառուցապատողը ինքը կորոշի այդ առաջարկի դեպքում կամ այդ պայմանների դեպքում ինքը պատրաստ է առաջարկ ձևակերպել թե ոչ, բայց նայելով շուկայի պայմաններին, մի դեպքում կարող է պարզվի, որ դա հնարավոր է, մի դեպքում կարող է պարզվի, որ դա այդքան էլ հնարավոր չի։ Շատ լավ։ Համեցեք, պարոն Թորոսյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, նախ ես ուզում եմ ողջունել այս մեր որոշման ընդունումը, որտեղ մենք էլ մեր գործընկերների հետ մեկտեղ հաճախ ենք ստանում նամակներ եւ սա վերջնական լուծելը ըստ էության հազարավոր ընտանիքների բնակապահովման հարց է լուծում։ Եվ մի բանի եմ ուզում ուշադրություն դարձնել, մենք հաճախ տարբեր ոլորտների որոշումներ ընդունելիս չենք ֆիքսում, որ երբ որ նրանք գումար ենք այդ որոշումների թվերը, օրինակ մեր ծրագրերով բնակապահովման թվերը, այս ծրագրով, պարոն Պապիկյանի նշած մյուս ծրագրերով, դրանք հազարավոր տներ են, պարոն վարչապետ։ Մեր 16 միլիոնների ծրագիրը, Ղարաբաղից տեղահանված անձանց ծրագիրը, այս ծրագիրը, նախկին ծրագրերը, որոնք որ իրականացվել են, սոցիալական բնակարանշինության ծրագիրը, ես հիմա մտքում հաշվում եմ, մինչև 10,000-ի կարող է մոտենալ մոտակա տարիներին։ Եվ սա ինչի եմ ուզում հատուկ ասել, որովհետև հաճախ հնչում է, որ մենք բնակապահովմանը պատշաճ ուշադրություն չենք դարձնում, իրականությունը լրիվ հակառակն է, եւ սա չհաշված հիպոթեկային եկամտային հարկով վերադարձվող բնակարանային թվերը, որոնք տասնյակ հազարների են հասնում, եւ մենք սա տեսնում ենք նաեւ մեր առօրյա կյանքում գնալով մեր համայնքներ, քաղաքներում, գյուղերում եւ ամենուր։ Ըստ էության վերջի 8 տարիներին համայնապատկերը այսպիսի ծրագրերով փոխվել է եւ նաեւ մենք ինչ ենք նկատում, դուք լավ օրինակ բերեցիք նոր կառուցվող շենքերի, նաեւ Ղարաբաղից տեղահանված անձանց ծրագրի շրջանակներում մենք ունենք համայնքներ հիմա, որտեղ պարզապես երկրորդային շուկայում տուն չկա, այսինքն քաղաքացիները ուզում են գնան առնեն արդեն կառուցված նախկինում կառուցված շենքում բնակարան եւ պարզապես չեն գտնում եւ սա դրթելու է, որպեսզի նոր շենքեր կառուցվեն եւ Երևանամերձ համայնքներում եւ այլ համայնքներում ըստ էության կրկին բնակ ֆոնդի թարմացում ապահովելով։ Այս է ուզում որ արձանագրենք, որը հաճախ էլի ոնց որ բաց ենք թողում երբեմն։ Շնորհակալություն։ Համեցեք, պարոն Թովմաս։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, քանի որ նշվեց, որ 10 տարվա արգելք է նախատեսում այդ գույքի օտարման, ապա կխնդրեմ, եթե նախագծի մեջ չկա դրույթ, ապա ավելացնենք նաև, որ այդ արգելքը գրանցման ենթակա է, որպեսզի հետագայում մենք կարողանանք հսկողություն սահմանել նաև այդ մասով։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, պարոն Պապիկյան, մենք նաև նախկինում
ունեցել ենք թեմաներ, մասնավորապես նախորդ օրը Դիլիջանում էինք եւ մարդիկ դիմել էին, հետո մենք քննարկել ենք եւ քաղաքական մակարդակում որոշում ենք կայացրել, որ այդ հարցը լուծում ենք եւ ես հիշում եմ կառավարության նիստերի նախապատրաստական թղթերից մեկում ես այդ հարցը տեսել եմ, բայց մի հատ խնդրում եմ ճշտեք, ես հիշում եմ, որ օրակարգում ընդգրկված եւ ընդունել ենք որոշումը, բայց այն օրը քաղաքացիները ասեցի ես իրանց իհարկե, բայց իրանք որ տենց մի ձևի կասկածով վերաբերվեցին, ես էլ մտածեցի, ասի կարողա շրջանառվել է, բայց դեռ նիստ չի մտել, չի ընդունվել։ Պարոն Հարությունյան, մի հատ այս հարցը խնդրում եմ ճշտեք, ինձ հատուկ ասեք էլի։ Համեցեք։ Եվ մենք ուրիշ տեղեր ունենք։ Երկու դեպքով մենք որոշում ընդունել ենք։ Պարզապես չեմ կարող հիմա վստահ ասել ձեր նշած դեպքը դրա շրջանակներում է թե այլ դեպք է, դրա համար չեմ կարողանում հարցնել։ Ամեն դեպս ես էլի ուզում եմ մեր հարգելի քաղաքացիներին Դիլիջանում ովքեր մոտեցել էին, ասել որ այդտեղ, այսինքն քաղաքական որոշումը կայացրած է։ Հիմա ընդհանցակարգային խնդիրներ են եւ իրանց բարձրացած հարցը ինչպես են ժամանակ ասել ենք, իմ հիշելով ընդունել ենք, բայց եթե նույնիսկ չենք ընդունել, այդ նշանակում է առաջիկա նիստերից մեկում կառավարությունը այդ հարցը նույնպես կլուծի։ Շատ լավ։ Եթե այլ դիտարկումներ չկան, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է, պարոն Պապիկյան, կարևոր է որ մենք թեման ճիշտ կոմունիկացնենք, որպեսզի նաև մարդիկ նախ պատկերացնեն եւ շոշափելի պատկերացում ունենան ինչպես է լուծվելու հարցը եւ նաեւ շատ հստակ լուսաբանենք, որպեսզի տարընթերցում չլինի շահառուների խմբի հետ կապված։ Այս էլ է շատ կարևոր նրբություն, որպեսզի հանկարծ թյուրիմացություններ չլինեն, սխալ չհասկանան մարդիկ ուղերձները։ Շատ լավ, պարոն։ Հարգելի գործընկերներ, մեր նիստի օրակարգը սպառված է, նիստը ավարտված։ Ինչ Դիլիջանն է։ Այսօր ընդունեցինք։ Հա։ Նիստի օրակարգը սպառված է, բայց նիստը մի րոպե հələ չի ավարտված։ Հեսա Դիլիջանի որոշումը փաստորեն նոր ընդունեցինք, հա։ Հա, հասկացանք։ Մանկապարտեզի մոտ մոտեցված մարդկան, հա, դա մեզնում է։ Այսօր անցավ, հա։ Հա ուրեմն որ շրջանառվել է, ես այդ եմ տեսել, ինձ թվացել է թե նախորդ նիստում։ Սիրելի դիլիջանցիներ, հենց նոր քիչ առաջ ինչպես ոնց էր կոչվում այդ թաղամասը մանկապարտեզի մոտի, որ նախորդ այս շաբաթ գնացել ենք։ Քիչ առաջ ընդունվեց։ Ես մի քիչ շտապել էի։ Նիստը ավարտված է, շնորհակալություն։